Էլի մշակութային կարևոր իրադարձություններ Գարնանը, որի մասին ուզում եմ ներկայացնել մարտի 13-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնագույն երաժշտության տաղարան համույթը հանդես կգա ինքնատիպ համերգով, նվիրված բարոկո հանճարներ Բախի Հենդելի 340-ամյակին։ Համերգի շրջանակում կլինի Հայաստանի 2 պրեմիերա։ Ինչ պրեմիերայի մասին է խոսքը, հայաստանյան մեկնաբանեն իմ հյուրերը, հնագույն երաժշտության տաղարան համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սեթրագ Երկանյան, երգեհոնահար Թերեզա Ոսկանյան, սաքսոֆոն Նարինե Ղուկասյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, այս Գարնանը։ Բա մենք ինչքան ուրախ ենք եւ շնորհավորանքներով։ Շնորհակալ եմ մայստրո։ Շնորհակալ եմ, շատ պատիվ է ձեզ տեսնել իհարկե մեր տաղավարում, դարձյալ։ Բայց ինչպես հասկացա, շատ գեղեցիկ համերգային ծրագրով։ Էս ինչ նոր բան եք մտածել։ Ես կարծում եմ, եթե լինեի Բախի ժամանակակիցը ու ապրեի այսքան 340 տարի, կփորձեի իմ ուժերի ներածի չափով ամեն տարի նշել Բախին եւ Հենդելին, իրենց ինքնատիպ ժառանգությունը անընդհատ տարփողելով, անընդհատ կատարելով, որովհետեւ իրենց տիեզերական երաժշտությունը տիեզերքի պես անսահման է եւ դեռ դարեր, հազարամյակներ շարունակ մարդկանց ուժ եւ կորով է ներշնչելու, ապրելու ոչ միայն հույս, այլև արարելու։ Այնպես որ 340-ամյակը պայմանականորեն առիթ էր։ Մենք հաճախ ենք անդրադառնում իրենց ստեղծագործություններին, իսկ ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ասեմ, որ նախապես արդեն քանի տարի շարունակ ես ուզում էի իրականացնել Բախի 35-րդ կանտատը, բարդագույն մի ստեղծագործություն, բայց մի չնաշխարհիկ երաժշտություն, մեծոսոպրանոյի որպես երգ եւ մի բարդագույն պարտիա երգեոնի համար համատեղ, նո նվագախմբի նվագակցությամբ։ Օրը երևի ամսի 13-ն էր, ասեմ, որ մեներքով հանդես կգա Լուսինե Մարկոսյանը, որ այսօր բացակայում է։ Թողենք ձայնը հանգստանա։ Հա։ Մանավանդ զինվորի մայր է իր հոգսերով։ Այո։ Եվ երգեհոնի այդ դժվարագույն պարտիան պիտի Թերեզան նվագի։ Բացի այս կանտատից, Թերեզան նվագելու է եւս մի գործ, որը նույնպես Հայաստանում առաջի անգամ կհնչի, ի թիվս այլ երկօրյնային կոնցերտների, որ մենք հաճախ անդրադառնում ենք, դա ինչպես ասում են օպուս 7 համար 4։ Էլի շատ գեղեցիկ երգեհոնային կոնցերտ է։ Սրանք կազմեցին 340-ամյակի կորիզը։ Եվ քանի որ մենք վերջին ժամանակներս համագործակցում ենք աշխարհի ամենալավ սաքսոֆոնահարու հետ, Նարինե Ղուկասյանը, սա ոչ, այսպես ասած, կոմպլիմենտ է, ոչ իրողություն է։ Այդ դուք կլսեք, կտեսնեք, թե ինչ ձայն ունի իր սաքսոֆոնը, կարող է մրցել ցանկացած համաշխարհային դեմքի հետ ու ինքը ավելի մեծ, այսպես, լայքեր հավաքի։ Ես մեր տաղանդավորների ասպահանդեպ ոչ մի կասկած չունեմ։ Իրականում սաքսոֆոն, որը շատ միշտ գրավել է բոլորին, այն էլ կնոջ կողմից ներկայացված, այդ մի տեսակ ոչ հաճախ է հանդիպում Նարինե, հետաքրքիր է սերը այդ գործիքի հանդեպ եւ իհարկե երբ մայստրոն արդեն նման ձևակերպում է տալիս, ես վստահ եմ, որ այնտեղ կասկած չի կարող լինել, որ դուք պրոֆեսիոնալ եք։ Ես եթե թույլ կտաս խոսքս ավարտեմ, ինձ հետ կապված, համերգին կլինի նաեւ մեր թավջութակահարու մենակատարումը, էլի Բախի սյուիտն է թավջութակի, այնտեղից մի շարք մասեր կնվագի, եւ այս ամեն ինչը կլինի մեր համերգային ծրագրի։ Մենք էլ տեղ ունենք, կարող էինք բերել հյուր մեր թավջութակին։ Ով է նվագում թավջութակը։
Աշխեն Գասպարյան։ Ահա, Աշխենի կարող ենք բերել մեր տաղավար։ Չնայած որ այն մի աղջիկը չուզեց ներկա գտնվել, մայստրոն ոչ մի կերպ ասում է տաղավար չներքաշեց նրան։ Հաջորդ անգամ ամբողջ կազմով եկեք մտեղ կգտնենք նստեցնելու։ Շատ լավ։ Հավեսին այո։ Մայստրոն միշտ ամաչացնում է, անկեղծ։ Վայ։ Առիթից օգտվեմ, ասեմ, իսկապես իմ համար պատիվ է գործ ունենալ այսպիսի մարդկանց հետ, մեծագույն ներաշխարհով, արժեքներով, բարի եւ չգիտեմ, իմ համար պատիվ է մայստրոյի հետ գործ ունենալ, իրանց ընտանիքի Լուսինե Մարկոսյանի հետ, որը գլխավոր դերերում է լինելու այդ օրը։ Շատ հետաքրքիր ընտանիք, շատ հետաքրքիր համագործակցող իրար հետ արվեստին ծառայող, ես միայն երջանիկ եմ, որ ունեմ հնարավորություն իրանց հետ համագործակցելու եւ ինչ որտեղ մեր երազանքները, մեր մտքերը իրագործելու հետաքրքիր իդեաները։ Առաջին անգամ է Նարինե համագործակցությունը։ Ոչ, արդեն ոչ։ Որ երրորդ անգամ։ Արդեն պատիվ ունեմ մի քանի անգամ եղել է ու հուսամ դեռ շարունակական կլինի։ Շատ հետաքրքիր է կոնկրետ այն գործը, որ պետք է կատարեմ ես տարիներ առաջ, երբ որ sense մխվեց իմ սրտի մեջ։ Որ գործն է։ Բախի Սիմինոր Մեսայից Agnus Dei մխրճվեց, ես համացանցում գտա նվագախմբի նվագակցությունը ու հետը երգում էի, նվագում էի։ Ոնց որ երազանք էր դա կատարել մի օր ու հիմա երազանքը իրականանում է։ Հետաքրքիր է մայստրո, մի հարցամ, քանի որ ես երաժիշտ չեմ եւ իրականում լավ պատկերացում չունեմ, բայց հակառակը եթե մենք խոսում ենք Բախի մասին, հա, նման դասական երաժշտությունը գործիքների համադրության խնդիր ունի, օրինակ այս գործիքը կարող է, մյուս գործիքը չի կարող, կա այդպիսի բան։ Գիտեք, շատ ճիշտ մոտեցում է գործիք, Բախ, այս պարագային սաքսոֆոն, Բախի ժամանակ սաքսոֆոն չկար։ Բայց ով իմանա, եթե սաքսոֆոնը լիներ, Բախը չէր օգտագործի, որովհետև տվյալ ժամանակաշրջանի արկա գործիքներով են իրենք ստեղծագործել, եղածն են օգտագործել, հիմա կան գործիքներ, որ հետո են ստեղծվել, բավորեն ժամանակ լինեին, միթե չէր անդրադառնա, որովհետև Բախը գրեթե բոլոր գործիքներին անդրադարձել է։ Չկա մի գործիք, որ իր այս կամ այն ստեղծագործության մեջ չլինի, կամ չանդրադառնա այդ գործիքին։ Այնպես որ ես ողջունեցի այդ պահը, մոտեցումը եւ քանի որ կա նաեւ համաշխարհային պրակտիկայում այդպիսի մոտեցումներ, ինչի՞ չէ, նաեւ սաքսոֆոնը մատուցենք Սիմինոր Մեսայի Agnus Dei, որ արտակարգ շատ լավ ստացվում է Նարինեի մոտ։ Ասում եք, չնայած ընտիր ինձ բացատրեցիք, բայց հետաքրքիր է հարցնեմ հիմա եւ սաքսոֆոն նվագողին եւ կանոնահարին, հա, Տիկին Ոսկանյան, իրականում կա դժվարություն այդ տեսակ դասական ստեղծագործությունը այն գործիքը, որը դուք եք տիրապետում ներկայացնելու։ Ես կանոնահար չեմ, ես երգեհոնահար։ Երգեհոնահար, ներողություն, այո։ Հա, չէ, լավ, երգեհոնի դեպքում այդ իհարկե ասում եմ արդեն այնտեղ խնդիր չէր կարող լինել։ Ասում եմ երգեհոնը ոնց կարող է խնդիր ունենալ, այն էլ դասականի հետ։ Դե երգեհոնահարների համար Բախը դա երևի կարելի ասել առաջի կոմպոզիտորը, որ պետք է անպայման լինի ցանկի մեջ, նվագացանկի մեջ եւ ասեմ, որ այդ դասականներին, որ մտովի պատկերացնում ես, ինձ թվում է երգեհոնը sense մտովի անգամ եթե երաժիշտ չես պատկերացնում եք, չէ, իհարկե շատ ստեղծագործություններ, կոմպոզիտորներ գրել են ստեղծագործություններ երգեհոնի համար։ Այս համերգի ընթացքում ես մեծ պատիվ ունեմ երկու պրեմիերաների մեջ մասնակցեմ եւ Հենդելի կոնցերտը, որը պիտի հնչի առաջին անգամ Հայաստանում, դա շատ յուրահատուկ կոնցերտ է, ոնց որ մայստրոն ասեց Opus 7։ Այդ անակնկալներ, որի մասին ասում ենք համերգի ընթացքում լինելու է որպես պրեմիերա։ Անակնկալը երևի կլինի այն, որ ասեմ յուրահատկություն կա այդ կոնցերտի մեջ, ընդհանրապես այդ Opus-ի կոնցերտները յուրահատուկ են, քանի որ մեկ մասը կոմպոզիտորը թողել է ստեղծագործողի, կատարողի վրա, այսինքն
ամբողջ մեկ մասը ոնց զգում է կատարողը, ոնց որ ինքը զգում է, այնպես կատարում է։ Կարող է դա ծրեց երաժշտություն դեպի եւ այդպես էլ կա մի մասը ես եմ գրել, մայստրոն շատ հավանեց, նույնիսկ այնպես մի հատ ուղղություն, մի բառը այնպես փոխեց իմ մոտեցումը եւ կատարումը, որ եթե ներկա լինեք կզգաք, շատ հետաքրքիր կոնցերտ է եւ ոչ միայն այդ մասը, ուրեմն մասերի մեջ էլ կան հատվածներ, որտեղ որ նորից կատարողը ավելացնում է եւ դառնում է եւ համահեղինը։ Այո։ Երգեհոնը Տիկին Ոսկանյան դժվար գործիք է տիրապետելու համար։ Գիտեք, ես կարող եմ ասեմ, որ յուրաքանչյուր գործիքը իր դժվարությունն, բարդությունը ունի։ Երգեհոնն էլ Բայց շատ հաճախ չենք տեսնում մեր իրականության մեջ մարդկանց, երաժիշտների, ովքեր երգեհոն վրա իրենց համարձակություններ ունեն նվագելու։ Գուցե եւ, բայց եթե դու պատրաստ ես, սովորել ես, աշխատել ես, ուրեմն պիտի ներկայացնես այդ ստեղծագործությունները եւ արդեն որ Շատ ես սովորել եմ Ստամբուլցյանի մոտ, ինքը դե հիմնադիրը եւ մեր հայկական երաժշտության հոգեվոր ինքն է հիմնադրել եւ այլն, մի խոսքով դա իր մոտ սովորելուց դասերի ժամանակ Բախը առաջի բաններ, իմ քայլերն էր եւ նույնպես կարող եմ ասեմ եւ այդ դասերի ժամանակ էլ ինչ որ մի բառ կարող էր սաղ փոխել։ Եվ մեծ պատիվ է այս անգամ այս համերգի ժամանակ էլ կատարել Բախի 35-րդ կանտատը, որտեղ որ Լուսինե Մարկոսյանը դե մեծոսոպրանո պետք է կատարի վոկալ մասը, բնական է, ես էլ երգեհոնային երկու մաս միայն այդ կանտատի մեջ միայն երգեհոնն է նվագախմբի հետ մյուս մասերում արդեն մեծոսոպրանոն, կան մասեր, որտեղ որ մայստրոն էլ է նվագելու եւ միասին ենք այդ միացյալ ուժերով մենք պետք է կատարենք այդ Տոմսերը վաճառվում են մայստրո։ Լինում է վաճառք։ Ոնց է այցելությունը առհասարակ հանրության։ Գիտեք ինչ, միանշանակ չեմ կարող ասել, թե վերջի մեր համերգների դեռ անցյալ տարվանից կամ նախանցյալ տարվանից սկսած բավական մեծ աշխուժություն է տիրում, հա, դա լավ է, այսինքն մեր ջանքերը շատ իզուր չի գնում, տեղ հասնում է եւ երբ որ նայում ենք դահլիճին մեկ-մեկ կատարման ժամանակ տեսնում ես, որ հաճախ նույն դեմքերը կան, այսինքն ինչ-որ ազդեցություն թողնում ենք ի վերջո հանդիսատեսի վրա, որ նրանք գալիս են, նորից գալիս են։ Բայց այդ երաժիշտ մարդիկ են ավելի շատ հասկանում ինչ համերգ է տեղի ունենալու, ովքեր առիթը բաց չեն թողնում ներկա լինելու, թե իրականում հանրության այն մասը, որը երաժիշտ չի, բայց ինքը, չգիտեմ, գուցե կարողանում է որակավորել։ Գիտեք ինչ, միանշանակ կարող եմ ասել, որ այնտեղ մեծ մասը ոչ երաժիշտներ են։ Ես ճանաչում եմ այնտեղ ֆիզիկներ կան, ազգագրագետներ կան, շատ որովհետև մենակ ֆիզիկը կարող է հասկանալ դասական երաժշտության ազդեցությունը առողջության վրա սկսած։ Այո, հավանաբար։ Այդ ֆիզիկների դեպքում պարզ է, մայստրո։ Ֆիզիկի լիրիկի։ Հանցնեք ասում է սովորական մահկանացուներին։ Ես իրականում, որովհետև երբ մի քիչ ավելի մեծանում ես, երիտասարդ ժամանակ չէի ասի, թե հատկապես որ չկար ինտերնետը եւ ինֆորմացիոն շատ բաների պակաս կար, այսպես ասած, հիմա եթե գոնե թե եթե որպես աղբ չես օգտագործում, այլ որպես քեզ համար ինֆորմացիա կարողանում ես ինտերնետը օգտագործել, ես շատ հետաքրքիր ձևակերպումներ եմ լսում դասական երաժշտության մասին, նրա թողած հետևանքների, ինչու է կարևոր, ինչու շատ հաճախ պիտի քեզ գոնե թե ստիպես լսել, ինչու ոչ։ Որովհետև ես կարծում եմ կրթություն, տենց բաները ստիպողաբար շատ նորմալ է այս դեպքում, էլի բռնություն չի, է շատ ճիշտ, այդ ասում է ձևով գնում է։ Բայց եթե հանենք այդ զատենք, այսպես ասած, այդ ինֆորմացիան, որ շատ հաճախ մարդը գալիս է, որովհետև ինքը հասկացել է, որ դասական երաժիշտ ֆիզիկների նման էլի պետք է։ Իրականում մենք այսօր ինչ վերաբերմունք ունենք դասական երաժշտության հանդեպ։ Հատկապես այսօրվա իրականության մեջ։ Մենք ասելով պետք է հասկանանք ում ենք մենք։ Դե մեր հանրություն, ախր չեմ ուզում ասել երիտասարդություն, այնպեսի տպավորություն է, որ այդ ամբողջ բեռը թողել են երիտասարդների վրա։
չգիտեմ, հանրությունը, դուք երկար ճանապարհ եք անցել այս աշխարհում, երբ տեսել եք եւ երիտասարդ սերունդ, որն այսօր արդեն ավակ սերունդ է, այսօր եք տեսնում երիտասարդ սերունդ, գուցե համեմատության օրինակ կարող եք անցկացնել այսքան ինֆորմացիայի մեջ։ Իրականում մենք այսօր է, որ ունենք իրականում պատկերացում ու հարգանք կամ, չգիտեմ, վերաբերմունք դասական երաժշտության հանդեպ, թե այն ժամանակ, որ ինֆորմացիա չկար, բայց այն ինչ որ տրվում էր գուցե դպրոցում կրթական համակարգում զտված ճիշտ ինֆորմացիա էր։ Ո՞նց է ազդեցությունը։ Տեսեք, կրթությունը շատ կարևոր բան է, ու երբ որ ժամանակին Սովետ միության ժամանակ բնակչության մեծ մասը աշխատում էր երեխաներին ուղղորդել դեպի արվեստ, հատկապես երաժշտություն, եւ դպրոցները բազմաթիվ էին, դա իր դրական ներգործությունը ունենում էր։ Եղավ մի շրջան, կյանքը փոխվեց, հեղափոխվեց, այդ խնդիրը դարձավ ոչ առօրեական, բայց լավ է, որ վերջին տարիներին կրկին շրջադարձ կա։ Հանդիսատեսի մեջ տեսնում ենք երիտասարդության այսպեսի մի գիծ, որ ընդերքի նման ինքը երևում է, հա, այս մի գիծը նորից սկսում է իրեն ցույց տալ։ Դա շատ լավ է։ Ճիշտ է, այսօրվա հանդիսատեսը լինի այստեղ կամ դրսում, հիմնականում մեծահասակներ են, դրսում էլ է այդպես, շատ համերգներ, որ նայում եք մենք համացանցում։ Դրսում առավել քան, ես շատ հյուրեր եմ ունեցել, ասում են ձեզ մոտ երիտասարդներն ավելի շատ են, քան մեզ մոտ։ Այո, Շատ են։ իրենք այդ առումով մի քիչ վտանգված են, որովհետև իրենց երիտասարդությունը ավելի շատ է տարված այս, ինչպես նշեցիք, աղբով, եւ ես չգիտեմ, մի 10-20 տարի հետո իրենց հանդիսատեսը ով է լինելու։ Մեր մոտ բարեբախտաբար այդ սերնդափոխությունը քիչ-քիչ տեղի է ունենում եւ կայանում է։ Գիտեք ինչ հիշեցի, համացանցում մի երիտասարդ հետաքրքիր այսպես էջ էր բացել, ես իրեն բացահայտեցի, ինքը դնում էր երաժշտություն ու ասում էր, որ դուք օրինակ ձեր, այսպես ասած, այդ սթորիներում դնում եք այդ կոճակը, այդ երաժշտությունը հնչում է, բայց գաղափար չունեք, օրինակ ով է։ Չնայած որ դուք վախենում եք դասականներից, բայց պարզվում է, որ այն ձեր սիրելի երաժշտությունը, որ պարբերաբար հնչում է ձեր նկարների տակ, այդ Բախ է, Բեթհովեն է, բայց երբ մենք խոսում ենք դասականի մասին, մի տեսակ այդ զգուշությունը կա, հա, այս պատ է, որտեղ դե մենք ինֆորմացիա չունեն։ Արի ու տես, որ այդ տղան շատ լավ ձև էր գտել, ոչ թե որ ասում են տերթոդիկի մեթոդը, որը ինձ է բնորոշ, բայց իրականում լավ ձև էր գտել մոտեցնելու երիտասարդին ու հուշելու, որ դուք շատ դասական ստեղծագործություններ այնքան եք հավանել, որ պարբերաբար ձեր էջերում ինքը ամենատարբեր բաների նկարների տակ հնչում է, բայց դուք երբեք չեք հասկացել, որ դրանք դասական ստեղծագործողներ են։ Այսինքն այդ նույն Մոցարտն ու Բախն ու Բեթհովենն է, որին դուք չեք ճանաչում։ Եվ հետաքրքիր է, որ մեկնաբանություններում ես տեսնում էի շատ երիտասարդ աղջիկների, ովքեր ասում էին, «Ոյ, մենք չգիտեինք, այս իհարկե հայկական կոնտենտ չէր, բայց այնուամենայնիվ ես չգիտեի, ես էլ շատ եմ սիրում այդ երաժշտությունը, միշտ հավանել եմ եւ այլն, բայց արի ուտես, որ դա Մոցարտ է եղել»։ Իրականում, հա, պարզվում է, որ մենք պարզապես ծանոթ չենք, ոչ թե երևի թե որ չենք կարողանում, որովհետև տեզերական երաժշտությունը ուզես չուզես ինչ որ ազդեցություն թողնում է։ Մենք էլ չենք գիտակցում այդ ոնց։ Ինքը թողնում է մեր վրա այդ ազդեցությունը, մենք հավանում ենք այդ, ուզում ենք լսել, չգիտենք ինչ է այնտեղ կատարվում, բայց մտածում ենք ինչու՞ պիտի ժամանակակից տենց մեկն է, էլի, բարձում է չէ։ 340 տարեկան ընդամենը։ Որպես երիտասարդության ներկայացուցիչ փորձենք հարցի պատասխանը ստանալ մեր երիտասարդ սաքսոֆոնահարուց։ Դե ախր ինքը երաժիշտ է։ Ինքը ոչ միայն երաժիշտ է։ Պատկերացեք հիմա, ասենք, հիմա այստեղ ենք, ձեզ այդ հարցազրույցի մի 2 կամ 3 ժամից հետո պիտի փորձի գնանք։ Ինքը այս միջոցը կարող է օգտագործել, գնալ մի հատ ծաղկածոր, դաուկով վերից վար սղալ մի քանի անգամ, հետո նոր գալ փորձի։ Իսկապես։ Ֆանտաստիկ անձնավորություն։ Մտներով այդ ինչ կանցնի
ինքը անում է։ Նայն է ինձ պետք է ձեզ հետ շփվել, որպեսզի ասում եմ այդ ստիմուլը, հա, առաջանա, որովհետև ես որ պատկերացնում եմ պիտի գնամ, հասնեմ, հագնվեմ, սահեմ, հետո այդ պատկերացնում ինչ ծույլ եմ ես ձեր անեմ, ո՞նց եք կարողանում, այդ ինչ երաժշտությունն է օգնում, թե դա տեսակ է։ Ինչ ասեմ։ Նայն էին բացահայտում ենք։ Ինձ թվում է ամեն ինչ գալիս է ընտանիքից։ Ես իմ ընտանիքի երաժիշտների ընտանիք չեմ, ընդհանրապես ինժեներներ են, ուսուցիչներ են, բայց ես հա, բայց արդեն կարևոր մասնագիտությունները նշեցիք, բայց օրինակ իմ հայրս, մայրս ինձ կրթել են երաժշտության մեջ։ Այն ժամանակ դիսկեր էին առնում, որ մենք լսենք անպայման դասական, Լիստ, Բախ, Շոպեն, բոլորը սենց ունեմ տանը, դաժե պահել եմ։ Այդ կրթությունը ես համարում եմ, որ գալիս է ծնողից, առաջին հերթին։ Ծնողն է դնում այդ սերը քո մեջ ու սիրել դասական երաժշտությունը, ընդհանրապես երաժշտությունը տարբեր ոճերը, ես օրինակ մենակ դասական չէ, ջազ, սոուլ, R&B եւ այլն։ Ու դա պետքա փոխանցել էլի երեխաներին։ Այդ այնքան ճիշտ բան ասացիք, որովհետեւ այո, ամեն ինչ դասերակցությունը ինչ է ասում է, այն օրինակն է, որը դու ցուցադրում ես, քո երեխան ինչ տենում, այդ սովորում է։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Դա այդ կյանքի մեջ տեսնում եմ, օրինակ ես երբ որ իմ ներաշխարհը խառնվում է իրար, ես բացում եմ Բախից մի գործ, ուղղակի սկսում եմ նվագել։ Տանը մենակ իմ համար։ Սա խաղաղվում է, տեղն անգնում, մտքերս հանգստանում է, ուղղորդվում է ճիշտ ճանապարհին։ Այո։ Եվ եթե մենք կարողանայինք ինչ-որ ձև, չնայած ասում եմ, ինտերնետը շատ հաճախ դա անում է, տեսակ sense միստիկ գրառումներով է բերում ինչ-որ Բախի կամ Մոցարտի երաժշտությունը առաջ, դու հասկանում ես, որ մարդիկ վերնագրից ելնելով են մտել ավելի շատ այդ երաժշտությունը լսել, քան որ այնտեղ գրված են ուղղակի Բախ, ուղղակի։ Եվ դու հասկանում ես, որ մատուցումը շատ կարևոր է։ Այս դեպքում ձեր ծնողները որոշել են կամ որովհետև կրողն են ըստ երևույթին նաև այդ դրսևորման փոխանցելու տալու իրենց երեխային այդ լավագույնը, որովհետև դա լավագույնն է, որ կարող ես տալ քո երեխային։ Ճիշտ դաստիարակություն, ճիշտ կրթություն, դրանց ավել ինձ թվում է երեխային ոչինչ պետք չէ տալ, որովհետև դա խոսում է հենց այն բացարձակ սիրո մասին, որ դու քո երեխային ուզում ես պատրաստել շատ ավելի սիրուն իրականության, քան ինքը պատկերացնում է։ Այո, այն ինչ որ դու լսում ես անգամ կներեք հղի վիճակում, իհարկե երեխան դա ներծծում է իր մեջ։ Էն էլ ոնց։ Իմ մաման լսում էր Ella Fitzgerald-ը։ Ես իրեն էլի շատ եմ սիրում, այո։ Տանը ինչ է հնչում, ինչ են լսում տանը։ Այո, այդ Դա շատ կարևոր է։ ամենաառաջին քայլն է։ Հետո բնականաբար, ինչպես մայստրոն ասեց, կրթական օջախները, երաժշտական դպրոցները, արվեստի դպրոցները։ Ես օրինակ իմ սաներին փորձում եմ ուղղորդել որոշակի այդ տարբեր ճյուղերով, որ խորանան, լսեն, ծանոթանան։ Գիտեք, երբ ուղղորդում է այն մարդը, ով իրականում դա նաև կրում է, անում է, իրագործում է, այդ շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում վերցնողի վրա, որովհետև երևի թե լսողը պիտի հավատա, որ դու դրա կրողն ես։ Իսկ երբ ծնողը օրինակ ասում է լսիր, բայց ինքը չի լսում, կարդա, բայց ինքը չի կարդում, անհնար է որ այդ երեխան վերցնի, այդ սուտ է ուղղակի։ Եվ ես ասացիք ու հիշեցի եղբորս 14 տարի առաջ, երբ առաջին երեխան նոր էր ծնվել, ես հիշում եմ, որ ամեն առավոտ տենց լուրջ գործ էր իր համար դարձել եւ ես առիթ էի ունենում իր մոտ լինելու, վեր էր կենում վաղ առավոտյան, շատ լուրջ առաջին գործը դա էր անում, մտնում էր համակարգիչ, դնում էր դասական երաժշտություն, այսպես մեղմ։ Եվ պարզապես այն հնչում էր, երեխան քնած էր, հետո արթնանում էր, ինքն ուտում էր, այդ երաժշտությունը պարզապես այնտեղ մինտեղ հնչում էր։ Եվ ես հետո հասկացա, թե ինքը ոնց է կարողանում դա ուղակի սերմանել երեխայի մեջ, այսինքն բերել գոնե թե մի քիչ ճաշակով երաժշտության իրականություն, հնչեցնել տանը։ Ցույց տալ, որ դա է հնչում։ Ուրիշ տարբերակ չկա։ Այ եթե չի հնչում ու դու 10 տարեկանում կամ 20 տարեկանում առավել եւս, հա, երեխային ասում ես, այ բալիկ ջան, այդ Բեթհովենը շատ լավ բան է, ինքն ասում է, այդ ինչ է։ Բա որ լավն էր այդ 20 տարի ինչի, ես այդ մասին չգիտեի։ Եվ ես կարծում եմ դասերակցության ձևը, որը դե ծնողները պիտի առաջին հերթին տան իրենց երեխաներին, երբեք շարունակաբար պիտի լինին արնեն վառ օրինակ է։ Եվ ծնողների, որոնք կարողացել են իր մոտ ձևավորել, դրա համար էլ լավ մարդկային որակ է ձևավորել։ Բացի երաժիշտը, որը չեմ կասկածում մայստրոն բնութագիրը տվեց ձեր մասնագիտական հմտությունների, բայց մարդկային որակի առումով այդ եւ էներգիա է եւ աչքերի պարզություն է, որը ուղակի նայում ես ու արդեն պարզ է ներաշխարհը ինչից է կառուցված։
մեծ շատ հաճելի էր իհարկե ձեզ հետ ծանոթանալ եւ մայստրո շնորհակալություն որ տվեցիք հնարավորություն գեղեցիկի մասին խոսելու ես ես եմ շնորհակալ հա շատ հետաքրքիր է ձեր հետ մեզ պատիվ է իրականում ձեզ հյուրընկալել որովհետեւ առաջին անգամ երբ պիտի գայիք այստեղ մեր Մարինեին հարցնում էի համաձայնվեց ինչ ասեց հա ասեց չէ որովհետեւ մեզ կարեւոր էր ոնց պիտի ընդունեն մեզ շատ հաճախ հասկանում ես որ մարդը գուցե մերժում է որովհետեւ ուղղակի հասկանում է որ այնտեղ ընդհանուր խոսելու բան չի լինելու իսկ եթե ընդհանուր խոսելու բան կա մայստրո այդ առաջին հերթին ասում է ինձ է պատիվ ես քիչ առաջ ճշտեցի ում հետ պիտի զրուցեմ ում հետ հա հարցրեցի ես եմ ասում այստեղ ասում եմ գայստինիցը я դիրեկտոր անչափ շնորհակալ ենք ձեզ թույլ տվեք եւս մեկ անգամ ես հիշեցնեմ համերգի մասին սիրելի հեռուստադիտողներ մարտի 13-ին է տեղի ունենալու ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնագույն երաժշտության տաղարան համույթը հանդես կգա ինքնատիպ համերգով նվիրված բարոկո հանճարներ Բախի Հենդելի 340-ամյակին եւ իհարկե նոր անակնկալների մասին արդեն Տիկին Ոսկանյանը առիթ ունեցավ ակնարկելու ձեզ բոլորիդ ովքեր իհարկե կորոշեն որ պիտի գնան բուժվել երաժշտության միջոցով էլ վայելքի մասին չասեմ ես ուղիղ տեքստով ասում եմ բուժվել ես ձեզ առաջարկում եմ ներկա գտնվել համերգին եւ ձեզ ասել շնորհակալություն որ իմ հյուրն եք շնորհակալություն դուք եք գովազդ մեր եթերում